Բարև ձեզ, Արար յութուբյան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, նախորդ շաբաթվա ընթացքում բավականին աղմուկ անեց Ադրբեջանի փոխվարչապետի այցը Հայաստան։ Արդյոք ձեզ ինչ է մեզ տալու այս այցը, երբ մենք տեսնում ենք սահմանազատման գործընթացների քննարկում է եւ նաեւ կարծես թե գործարարներ են հանդիպել։ Գիտեք, ես կարծում եմ, որ ավելորդ աղմուկ էր եւ իմաստ չուներ այդ կարգի աղմուկ բարձրացնել եւ ծայրահեղացնել, որովհետեւ մի մասը հասարակության եւ լրատվական միջոցների խոսում են այն մասին, որ թուրքերը եկել են, լցվել են, ադրբեջանցիք մտել են եւ այլն, մի մասը ասում էր, որ նորմալ է, մենք բարեկամներ ենք, պետք է շփվենք, այս կողմ ենք, այսինքն երկուսն էլ անընդունելի է եւ շատ հավասարակշռված պետք է նայել դրան։ Եթե ինչ-որ գործնական այցով եկել է համապատասխան հանձնաժողովի նախագահն է եւ ստեղ ինչ-որ շփումներ են ունենում, շփվում են, գնում են, այսինքն այդ կարգավիճակից մենք պետք է դուրս գանք, եթե ինչ-որ ինֆորմացիա կա, որ իրականում շատ վատ բան է եղել, դա ուրիշ է, բայց ուղղակի օդում հայտարարություններ անել, հետո պարզի որ դա տենց չի, չեմ կարծում, որ դա կարևոր բան է։ Ի վերջո բազմաթիվ հայեր այցելում են նաև Թուրքիա եւ զբաղվում են տարբեր գործունեությամբ, այդ կարգի չեն արժանանում ինչ-որ մի վերաբերմունքի, որ ամբողջ մամուլը գրի, որ այսօր եկել են հայերը, եկել են բան եւ այլ եւ այլ։ Ինձ թվում է չարժեր այդքան մեծ աղմուկ բարձրացնել։ Այ իրավապահ մարմիններ եւ համապատասխան կառույցները ուշադիր լինեն, եթե այլ նպատակներով եկել, պետք է արդեն կոնկրետ գործողությունների անցնել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Եթե դա չեն արել, դա արդեն ուրիշ հարց է, ուրիշ վերաբերմունքի, բայց ուղղակի տենց օդի մեջ ինչ-որ բաներ խոսալը չեմ կարծում, որ ճիշտ է այս պահին։ Այսինքն մենք սա դիտարկենք սովորական աշխատանքային մի գործընթաց է, որի շուրջ աղմուկ անել անիմաստ է։ Գուցե։ Ես կարծում եմ, որ վտանգավոր հարցերի շուրջ այտենց բացահայտ չեն գալիս։ Շատ հանգիստ կարող են անցնել, ինչ որ մարդիկ կդիմավորեն, փակ կախնի, ինչ որ մի բան կանեն։ Որովհետև այնտեղ խոսք է գնում լրատվամիջոցները շատ հաճախ մեկնաբանում են 300,000 ադրբեջանցիների վերաբերակեցման ծրագիր եւ այլն, այսպիսի բաներ փորձեցին կապել։ Արդյոք տեսնում եք նման հեռանկար։ Բայց տեսեք, անընդհատ այդ խոսակցությունը, որ տարածվում է, ես չգիտեմ ովքեր են դրանք տարածում, կամ ումա դա պետք 300,000, այդ թիվը անհասկանալի է, ով այդ թիվը հնարել է։ Դաշտնել է փորձում դաշնակել, հետո ցավոք սրտի այո, աշխատատեղ ենք այդ կան բացում։ Ցավոք սրտի այո, ընդդիմությունն էլ է շատ անգամ այդ թեմաներով խոսում եւ չարաշահում այդ թեման։ Հետո գիտեք ինչ կա, ասենց մի բան էլի, այդ թիվը ուռճացված թիվ է, 300,000 ադրբեջանցի չի ապրի Հայաստանում։ Ըստ որոշ տվյալների նույնիսկ ավելին են ասում, բան, բայց կա կոնկրետ փաստ։ Այնտեղ այդ թիվը ես որքան հիշում եմ, մոտավորապես մի 120-130 հազարի կարգի է։ Պարոն Ավետիսյան, ապրել են աշխատանքի բերումով են ապրել եւ այստեղ նկարտումներ ունենալը անիմաստ է։ Տեսեք, այդ բaragայում եթե նրանք խոսում են դրա մասին, մերոնք պետք է խոսեն այն 500,000 հայության մասին, որ Արցախի հետ կապ չունի։ Արցախը թողենք մի կողմ, 500,000 հայություն ապրել է Ադրբեջանի տարբեր քաղաքներում եւ ընդ որում ամենակարևոր քաղաքներում, մեծ քաղաքներում եւ կենտրոններում եւ ամենաթանկ տեղերում, որտեղ որ ապրել են։ Հիմա եթե իրանք այդ են ուզում, մերոնք պետք է առաջարկեն հենց մեր այդ 500,000-ի վերադարձը, հետեւաբար հարցը միանգամից փակվելու է, որովհետեւ եթե նույնիսկ փոխհատուցման հարց առաջանա, պետք է ասել այո, մենք փոխհատուցենք եւ ժամանակին փոխհատուցել ենք այն հայ ադրբեջանցիների, որոնք գնացել են, դուք էլ պետք է պարտավորեք փոխհատուցեք մեր հայրենակիցների համար։ Այդ դեպքում իրավիճակը լրիվ փոխվում է։ Եվ նաև ընդունենք փաստը, որ
մեր հայրենակիցների նկատմամբ այնտեղ իրականացրել են ցեղասպանություն եւ մերոնք ուղղակի մազապուրց փախել են Ադրբեջանից, իսկ ադրբեջանցիները Հայաստանից գնացել են մի զո անգամ չի եղել։ Սրանք փաստեր են, որոնք պետք է բարձրացնել։ Այս իշխանությունը դա չի անում։ Ես չգիտեմ ինչի չի անում, գուցե չի ուզում շատ խորանալ այդ բաների մեջ, բայց երբ որ նորմալ իշխանություն ունի, բնականաբար դա կդրվի նրանց առջև, եւ նրանք հանգիստ կնստեն իրենց տեղը, որովհետեւ դա միայն ի վնաս իրենց է լինելու։ Պարոն Արտիսյան, միջազգային սահմանազատման գործընթացները ընթանում են, մենք տեսնում ենք դրա փոխանին նոր սահմանադրություն։ Այո, նոր սահմանադրություն, բարեփոխված սահմանադրություն եւ իրականում մեր ժողովրդի շահերից բխող, դա պարոն Հայրիկյանի կողմից առաջարկված սահմանադրությունն է, որը ուղղակի բխում է մեր ժողովրդի շահերից, մեր ազգային շահերից եւ ժողովրդավարության համամարտկային արժեքներ են ներգրաված, այսինքն ամեն ինչով դա մեր համար դրական է, եթե գնանք այդ ուղղությամբ, պետք է այս տեսակ սահմանադրությունը ընդունվի։ Հիմա տեսեք, բայց քանի որ դիմվել է համապատասխան մարմնին, որը քննարկում է նոր սահմանադրություն ընդունելը, եւ այնտեղ չեն քննարկում այս տարբերակը բացարձակ ժողովրդավարության անվամբ սահմանադրությունը, այնտեղ չի քննարկում։ Նշանակում է սա ինչ որ հետին պլաններ ունեն եւ մտքեր ունեն եւ փորձում են այդ սահմանադրությունից ուղղակի հղումը հանել դեպի հռչակագիրը։ Այսինքն կառավարման ձևը թողնելու են։ Կառավարման համակարգը թողնում են նույն այս խայտարակությունը, որը ուղղակի մեր ազգի համար այդ դժբախտություն բերող գլխավոր օջախն է եւ պատահական չի, որ մեր անկախության առաջնորդն է խոսում այդ մասին, ըստ էության մեր Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերից մեկը, որը ցավով է ասում, որովհետեւ այդ սահմանադրությունն է հիմքը, մայր օրենքն է, որից բխում են մնացած օրենքները։ Եվ դա պետք է փոխել անպայման, որովհետեւ այս խայտարակ սահմանադրությամբ հնարավոր չի առաջ գնալ ու զարգացում։ Սա երկիրը տանում է կոլապսի, ու մենք բոլորս ցավոք սրտի ականատես կլինենք։ Այստեղ խորհրդարանական ընտրություններ, քաղաքական կուսակցություններ, ամեն ինչը երկրորդական բաներ են։ Երկիրը ուղիղ գծով գնում է դեպի կոլապսի ու դա շատ վտանգավոր է։ Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր հասկանում են քաղաքականությունից, պետք է առաջի հերթին փոխեն սահմանադրությունը եւ այս կառավարման համակարգը։ Սա շատ կարեւոր է, որտեղ հստակ 100%-անոց տրված է իշահ ժողովրդի, իշահ ժողովրդավարության այդ ծրագիրը սահմանադրության։ Մի կուսակցություն, որը ժողովրդավարության մասին է խոսում եւ ճիշտ հակառակ մի քաղաքական վարքագիծ է վերցնում եւ սահմանադրության կառավարման ձևը չի ցանկանում փոխել, ինչից է վախենում կամ ինչ վտանգներ է տեսնում ըստ ձեզ։ Այս իշխանությունը ուղղակի շփոթում է ժողովրդավարությունը ժողովրդականության հետ։ Ես կուզեի, որ իրենք դրա տարբերությունը հասկանային, որովհետև եթե հասկանային, անպայման կգնային ժողովրդավարության ճանապարհով, իսկ ժողովրդականությունը դա ուրիշ բան է։ Ցանկացած մեկը կարող է ինչ-որ անկապ մտքեր ասի ու դառնա ժողովրդական, բայց դա չի նշանակում, որ երկիրը ժողովրդավարության ճանապարհով է գնում եւ ժողովրդավարությունը կարևոր արժեք է դառնում։ Հետևաբար այս հարցում էլի պետք է գնալ սահմանադրությունը փոխելու ուղղությամբ, որպեսզի իրական ժողովրդավարություն լինի։ Ոչ մի ժողովրդավարություն չկա, երբ որ քաղաքացու կառավարման իրավունքը մի քանի տարբերակներով, այսինքն տեղական ինքնակառավարումը, հանրապետական պարլամենտական ընտրությունները եւ նախագահի ընտրությունները բերել միտեղ։ Այսինքն մարդը 3 անգամ իրավունք է ունենում երկրի կառավարմանը մասնակցի, դուք դարձնում եք մի հատ այդ կառավարումը, բերում եք միայն պարլամենտական, որովհետեւ երկրի նախագահին ժողովուրդը չի ընտրում եւ տարածքային կառավարումները համայնքապետերին, բաներին էլի ժողովուրդը չի ընտրում։ Այսինքն դուք վերցրել եք մարդկանց ձեռից երկիրը կառավարելու իրավունքը, ավելի պակասացրել եք։ Եվ այն սահմանադրությունը, որ հիմա կա, որը հնարավորություն է տալիս, այսինքն պարզ է, չէ, որ մեր ժողովուրդը լիազորություն չի տվել այս իշխանություններին
Արցախը կորցնելու, Հայաստանի տարածքները զիջելու, թուրքերին վերել Հայաստան, լցնել Հայաստան եւ այլ, այսինքն մի կերպ ճնշմամբ, փողոցով, ճնշումներով ձեռք գցել իշխանությունը, պարլամենտը եւ հետո վերջ, ամեն ինչ որոշված է։ Բայց պետք է չէ որ տալ հնարավորություն, եթե ժողովուրդը տեսներ որ դուք վատն եք, գոնե նախագահի տարբերակում նախագահին ուրիշ կընտրեր, տեղական ինքնակառավարման մարմիններում ուրիշ ընտրություն կաներ։ Այս բանը սխալ ձևը, եթե չասեմ որ շատ վտանգավոր ձևը։ Տեսեք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, այսինքն տեղական ինքնակառավարում նշանակում է ժողովուրդը համայնքը պիտի ընտրի այն մարդուն, որը մտածելու է համայնքի սոցիալական վիճակի բարելավման մասին։ Բայց գնում է քաղաքական ընտրություն, անում տեղական ինքնակառավարում։ Անդրադարձ ունենանք սրան, որովհետև ինքը պարբերաբար հղում է կատարում, որ նախկինները արեցին, նախկինները, լավ նախկինների սխալները չենք կարողանում։ Բացի դրանից, տեսեք, բացի դրանից հիմա այս գործող վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը այսպիսի արտահայտություններ անում, երբ որ խոսքը վերաբերում է սահմանադրության, ասում է բոլոր սահմանադրությունները լեգիտիմ չեն։ Լեգիտիմ չեն եղել։ Հիմա ինքը իբր ուզում է բերի մի սահմանադրություն, որը ժողովրդի կողմից կլինի լեգիտիմ։ Հիմա ի՞նչ է նշանակում լեգիտիմ, այսինքն նշանակում է, որ դա օրինական չի։ Դա օրենքով չի եղել, դա խախտումներով ա եղել, չի վայելում ժողովրդի վստահությունը։ Հետո ինչ որ նշում է բացառապես առաջի սահմանադրության մասին Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եւ ըստ իր տրամաբանությամբ ստացվում է հետեւյալը, որ այս եղած բոլոր նախագահների մեջ ամենալեգիտիմ նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը եւ իր կառավարությունը եւ իր պարլամենտը։ Հիմա հարց առաջանում չէ ինչու։ Շատ պարզ, որովհետեւ Լևոն Տեր-Պետրոսյանի ընդունած սահմանադրությամբ բա ընտրվել Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ նախագահը։ Հետո իրավունքը արդեն փոխվել ըստ այս մարդու տրամաբանությամբ արդեն լեգիտիմ չի։ Նրանից հետո ասենք Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը, հետո ինքը դրանք լեգիտիմ չեն։ Այսինքն եթե նրանք ոչ լեգիտիմ սահմանադրություններ են, հետեւաբար դու էլ լեգիտիմ չես, որովհետեւ Չէ, ասում են ժողովուրդը մարդ չի կազմել այդ ընտրություններին։ Այո, ժողովուրդը մարդ չի կազմել, դա օրինական չի։ Դե օրինական չի, ուրեմն դու էլ օրինական չես։ Դու որ օրենքներով ես դու առաջնորդվում։ Որ օրենքով ես ձևավորում կառավարություն, որ օրենքով ես, եթե լեգիտիմ չի, դու ես ասում լեգիտիմ չի։ Այսինքն այդ ոնց որ մարդ գա, ասի գիտեք ժողովուրդ ջան, այս օրենքները բոլորը կեղծ են, բայց ես այդ կեղծ օրենքներով ընտրվել եմ, ինձ ընդունեք որպես այսպեսին։ Այստեղ եմ ասում, տեսեք ժողովրդավարության եւ ժողովրդականության տարբերությունը որն է։ Էհա դու կարող ես ժողովրդական ես, լավ երգում ես, ժողովրդի մեջ մտնում ես, խոսում ես, լավ լսում են քեզ, լավ ճառեր ես ասում, բայց այդ ի՞նչ կապ ունի օրենքի հետ։ Շատ մարդկանց են լսում, ժողովուրդը տեսնում։ Ամեն դեպքում խոսքը գնում է նրա մասին, որ դուք ասում եք, որ բոլոր սահմանադրությունները բացառությամբ առաջի եղել են ոչ լեգիտիմ։ Ես էլ շատ հասարակ հարց եմ տալիս, այդ լեգիտիմ սահմանադրությամբ ընտրվել է հաջորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն լեգիտիմ է ընտրվել։ Նրա օրոք ամեն ինչ նորմալ է եղել։ Հետո իր օրոք էլի դարձել է ոչ լեգիտիմ սահմանադրությունը, ըստ այս մարդկանց տրամաբանությամբ։ Եվ դրանից հետո եկող բոլոր կառավարությունները, օրենքները, դրանք բոլորը լեգիտիմ չեն։ Ես իրանց տրամաբանությունն եմ ասում, ես իմ բանը չեմ կարծիքը ասում։ Իրանք տենց են ասում։ Պարզապես տեսեք կառավարման ձևը նախորդիվ փոխվել է անձնական շահը դիտելով ըստիս։ Հիմա եւս նոր սահմանադրություն է առաջ քաշվում, որը մտահոգիչ է արդեն իսկ, որովհետև տեսնում ենք, որ կառավարման ձևի մասին խոսք չկա։ Եվս մի դիմադիր ուժ խոսում է, որ սահմանադրությունը պիտի փոխի էլի իր անձնական նկատառումներից ելնելով։ Մենք ուզում ենք ընտրել այնպիսի քաղաքական դեմքի, ով ժողովրդի մասին է մտածում հայրենիքի։ Ինչու մենք այս ընտրություններում չունեցանք հենց այդպիսի մեկ, ով առաջադրվեր իրոք հայրենիքի համար մտահոգվելով։ Շատ բարձ, որովհետև մենք ժողովրդավարությամբ չենք առաջնորդվում։ Մենք ժողովրդավարությունը խախտել ենք եւ չկա այդ ժողովրդավարությունը, ժողովրդի ընտրելու իրավունքը ժողովրդի ձեռքում չի
եւ ժողովրդական մարդը գալիս է առաջ եւ դառնում է երկրի ղեկավար։ Այսինքն ով ամենաբարձրն է գոռում, ինքը ավելի ժողովրդական է դառնում, որտեղ ավելի ճանաչելի է։ Եվ դառնում է ղեկավար։ Հետևաբար տրամաբանությունը այդպես շարունակվում է։ Հիմա տեսեք, իրանք վերցրել են իշխանությունը, բացարձակ բռնապետություն է հիմա եւ գնում է դեպի բռնապետություն։ Այդ որ ասում են, որ մեր մոտ ժողովուրդ ոչ մի ժողովրդավարություն չկա։ Ժողովրդավարական երկրում չի կարող ազգային ժողովի նախագահը նստի պաշտոնական հայտարարություն անի ու ասի բոլոր հեռախոսները, բոլոր կապի միջոցները լսվում են, ձեր WhatsApp-ները, Viber-ները եւ այլը, բոլորը լսում ենք, բոլորը հասկանում եք դուք ինչի մասին է խոսքը, այսինքն սա մի երկիր է, որտեղ դիկտատուրա է բացարձակ, այսինքն բոլորին լսում են։ Քիչ ամնում արդեն տների մեջ բերեն կամերաներ դնեն, տենան ընտանիքի անդամները ոնց են իրար հետ շփվում։ Էլ չեմ ասում, որ քաղաքական գրասենյակներում, բան եւ այլ բոլոր քաղաքական գործիչներին բոլորին լսում են, բոլորին հետևում են։ Սա ինչ դեմոկրատիայի մասին է խոսքը։ Եթե նույնիսկ դեմոկրատական, իրական դեմոկրատական երկրներում, եթե մի հատ տենց փաստ լինի, բոլորը հրաժարական կտան, բոլորը կդատվեն։ Հասկանում եք, իսկ իրենք համարում եք, որ պետք է լավ սահմանադրություն ունենանք ու նոր գնանք ընտրության։ Իհարկե, առանց սահմանադրություն, առանց մայր օրենքի հնարավոր չի ընտրություն անցկացնել, սա մի իրական ընտրություն անցկացնել։ Այս միջոցառումը խի մեր կուսակցությունը չի մասնակցում այս ընտրություններին, որովհետև մենք գաղափարական մոտեցում ունենք ամեն ինչին եւ փորձում ենք նորմալ քաղաքականությամբ զբաղվել։ Թե չէ այս բիզնես կլուբին, որ փորձում են հիմա ազգային ժողովը դարձնել բիզնես կլուբ ու փողատերերը մտել են ու սկսել են այս բանը տանել։ Սա ոչ մի լավ բանի չի բերելու։ Խոսքը գնում է ժողովրդավարության մասին։ Այո, մենք կարծում ենք, որ պետք է սահմանադրությունը բարեփոխվի, կառավարման համակարգը փոխվի եւ ազգային ժողովը իրականում պետք է դառնա ազգային ժողով։ Իրականում պետք է ներկայացված լինեն գաղափարական քաղաքական ուժեր, որովհետեւ ակնհայտ է ցանկացած մեկ ինչքան ուզում ես լավ բիզնեսմեն եղի։ Եթե դու բիզնեսի մարդ ես, դու գալիս ես մտնում ես խորհրդարան, դու բիզնեսի հոգեբանությամբ ես մտածում։ Միևնույնն է, դու չես կարող քո բիզնեսի դեմ օրենք ընդունես։ Հենց այտենց մի թեմա եղավ, դու դա փակելու ես, որովհետեւ դա քո բիզնեսին ուղղակի խփելու։ Մենք փորձում ենք, չէ՞ որ բիզնեսմենները, որ մտնում են խորհրդարան, ինչ է անում։ Բլոկ են անում բոլոր այն օրենքները, որոնք ասենք ժողովրդի համար լավ է, պետության համար լավ է, բայց իր բիզնեսի համար վատ է։ Բայց մենք իմանության հնարավորություն ունենք, պարոն Ավետիսյան։ Մեր ընտրացուցակները հիմա ներկայիս, որ տեսնում ենք, ունենք այդպիսի կուսակցություններ, բոլորը կարծես թե գործարարներ են։ Մի մասն էլ այն կուսակցություններն են, որոնք նոր են եւ մարդիկ գրեթե չեն էլ ծանոթ սրտի։ Դրա համար ես ասում եմ, որ սա ընտրություններ չեն եւ չի կարա սա ընտրություն կոչվի, այստեղ ընտրելու բան չկա։ Այստեղ բիզնես է։ Այդ բիզնես տրամաբանությամբ մարդկանց հետ շփվում են։ Իսկ նորմալ երկրներում գաղափարական ընտրություն է լինում։ Հիմա այս մարդկանց մոտ բիզնես տրամաբանությունն է եւ հասարակության հետ հենց այդպես էլ շփվում են։ Դուք տեսել եք ինչ-որ գաղափարական մոտեցում ընտրողների հետ խոսելիս։ Չկա տենց բան։ Ամբողջ խոսակցությունը բիզնեսի մասին է։ Ապրելու, փող աշխատելու մասին է։ Գիտեք, դա նույնիսկ վիրավորական է մեր տեսակ ազգի համար, մենք գաղափարական ազգ ենք։ Մենք ամենագաղափարական ազգն ենք աշխարհում։ Ամենագաղափարականը չէ, բայց առաջի գաղափարական ազգն ենք աշխարհում, որովհետև մենք ընդունել ենք առաջի գաղափարախոսությունը, քրիստոնեությունը, եւ որպես գաղափար տարածել ենք ու մինչև այսօր պահում ենք դա։ Պետականորեն ընդունել ենք, այսինքն մենք մեր պետությունը, մեր ժողովուրդը, մեր հասարակությունը, մեր ազգը պետականամետ է ու գաղափարամետ է, պետք է գաղափարախոսություն լինի տակը։ Եթե չկա, հետո մնացած ամեն ինչ ավելորդ է։ Իսկ այսօր մենք ընդհանուր բիզնես տրամաբանությամբ ենք ուզում ընտրություններին գնանք, որը կարծում եմ մեր նման քաղաքական ուժերը պետք է դրա մասին խոսեն եւ չմասնակցեն եւ ժողովրդին ասեն, որ դա սխալ է, իսկ բոլոր այն ուժերը, որոնք ընդհանրապես ոչ մի շանս չունեն այս ամեն ինչի մեջ մտնելու, պետք է ձայները չփոշիացնեն ուղղակի։ Պետք է օրենքը փոխել, նորմալ օրենքով գնալ ընտրությունների։ Եթե օրենքը նորմալ չի, ոնց ուզեն այսօր այդ ձևով կներկայացնեն ընտրությունները։ Տեսեք, շատ հնարավոր ընտրությունները ավարտվի, այս իշխանությունը չեղարկի ընտրության արդյունքները։
Սա էլ կարող են անել։ Եթե մեկը կարա դա անի, ինչ ընտրության մասին է խոսքը։ Նույնիսկ ծիծաղել է, ես տեսնում եմ լուրջ մարդիկ մտել են ինչ-որ թեմաներ են խոսում, բան եւ այլն, ամոթ է։ Երկրում փորձում եք քաղաքական ուժ դառնալ, փորձում եք ուղղություն տակ մարդկանց, քաղաքականություն սովորացնեք, բայց տարական բաներ չեք հասկանում, որ այս մարդիկ այն օրենքով են առաջնորդվում, այսինքն չորենքներով, որտեղ երբ ուզեն, ոնց ուզեն կփոխեն։ Կչեղարկեն ընտրության արդյունքները, կհայտարարեն ինչ-որ բան ու կանեն այտենց։ Ու այս սահմանադրությունը դա թույլ է տալիս։ Ով է այդ սահմանադրությունը ընդունել, դա արդեն այլ հարց է։ Դրանք բոլորը, ովքեր այս տեսակ սահմանադրություն են ընդունել եւ վտանգել են երկիրը, այո, դրանք ոչ լեգիտիմ։ Դա ինչ անել, որ ունենալ նոր սահմանադրություն եւ ընդունված ի վերջո քաղաքացին այսօր դիտում է այս ամբողջ աղմուկը եւ ինքն էլ չի հասկանում այս աղմուկի մեջ ինչ անել։ Դուք շատ ճիշտ եք, շատ դժվար է հիմա հասկանալ ինչ ան, նույնիսկ քաղաքական գործիչները չգիտեն ոնց էս իրավիճակից դուրս գան, որովհետեւ ովքեր իշխանություն են, լեգիտիմ չեն, որովհետեւ ըստ իրանք ոչ լեգիտիմ սահմանադրությամբ են ընտրվել, հետեւաբար իրանք բոլոր օրենքները լեգիտիմ չեն, բոլոր պայմանագրերը, Պրագայում ինչ ստորագրել են, դրանք լեգիտիմ չեն։ Կգա նորմալ իշխանություն, ամեն ինչ կվերականգնի։ Դրանք լեգիտիմ չեն, որովհետև այդ ոչ լեգիտիմ լինելը տվեց նաև իր ցավոք սրտի բացասական իմաստով իր արդյունքները։ Մենք կորցրեցինք Արցախը եւ այլն։ Հիմա դուք ասում եք նորմալ իշխանություն, մենք նորմալ իշխանություն երբ ենք ունենալու։ Նորմալ իշխանություն ունենալու համար, այսինքն մենք պետք է հասկանանք, որ այս իշխանությունների օրոք եւ այս ընդդիմության օրոք հնարավոր չի նորմալ ընտրություններ անցկացնել այս օրենքով, այս ոչ լեգիտիմ սահմանադրությամբ։ Դրա համար պետք է ունենալ նոր սահմանադրություն։ Նոր սահմանադրությունը պետք է արդեն համարել, որ մենք չունենք սահմանադրություն եւ սահմանադրիչ ժողովի տարբերակով սահմանադրիչ ժողով։ Իդեպ դա ժամանակին էլի այմն էր առաջարկում սահմանադրություն սահմանադրիչ ժողովի ճանապարհով։ Սահմանադրիչ ժողով պետք է հրավիրել, դնել սահմանադրության տարբերակները, հանրաքվեով իրականում անցկացնել եւ այդ մայր օրենքով արդեն առաջնորդվել։ Մենք պետք է նորմալ այս կարգավիճակից տանենք նորմալ կարգավիճակ, որ կարողանանք երկիրը կառավարենք։ Եթե օրենքները նորմալ չեն, ում ուզում ես դիր, այդ օրենքները ինքը խախտելու է, ինքը իր ձևով առաջնորդելու։ Հետևաբար ինչ կապ ունի պարլամենտում ով է գնում։ Ինչ ուժ է գնում այնտեղ, ինչքան փող ունի, ինչքան չունի։ Ում է պետք է։ Որ բիզնես կլուբ չի պարլամենտը, որ գնան այնտեղ արժեթղթերի առողջախոս զբաղվեն կամ ինչ-որ բաներով։ Դե ձեր մտահոգությունները հայտնեցիք միջև նախընտրական փուլը սկսվել է արդեն, իսկ մենք տեսնում ենք, որ ձերբակալություններ են տեղի ունենում գաղտնալսման արդյունքում։ Ինչ անել ու ինչ սպասել, լավ ինչպես աշխատեն այս դեպքում, երբ մենք տեսնում ենք իրոք գաղտնալսման արդյունքում մարդիկ են ձերբակալվում։ Նայեք, այն տրամաբանությամբ, որ այս սահմանադրությունը ընդունվել է, հիմա այսօրվա գործող սահմանադրությունը, դա Մուսոլինիի տրամաբանությամբ սահմանադրությունն է, որ ինչ որ ձևով ինչ էլ լինի, վերարտադրվեն ու պահեն իշխանություն իրենց ձեռքում։ Թվացյալ թվում է թե ժողովրդավարությունը, բայց իրականում բռնատիրություն է, դիկտատուրա է։ Մուսոլինին դեմոկրատ չէր, հաստատ դեմոկրատ չէր։ Եվ այս կարգավիճակը, որ մենք ունենք, տանում ուղի գծով դրան։ Եվ այս ընտրությունները, երբ որ կայանան, իսկ դրանք կայանալու են միայն իշխանության օգտին, որովհետև իրանց ձեռքում է լծակները։ Ու տեսնում եք, ոնց ոչ մի հավասարություն չկա, նախընտրական փուլում չկա, բուն ընտրական փուլում էլ չի լինի, ետ ընտրական փուլում էլ չի լինի, այսինքն իշխանությունը պահում է իր ձեռքին։ Հետևաբար ինչ իմաստ ունի մասնակցել մի գործողության, որը գլխած արդեն որոշված է, ինչա լինելու։ Հիմա մենք առաջարկեցինք ինչ տարբերակով կարելի է այս իրավիճակը փոխել, բայց քաղաքական ուժերը հասուն չեն դրան։ 2 ամիս առաջ, 3 ամիս առաջ գրանցվել են կուսակցություն, այսօր մտել են քաղաքական պայքար մեջ ու իրանց խելքով պատկերացնում են, որ իրանք կարող են իրավիճակ փոխել, կարող է գեղեցիկ խոսես, բայց իրավիճակ կոնկրետ բան խոսացեք, որ մարդիկ հասկանան ինչի մասին է։ Եվ որոշներն էլ մտածում են մեծ գումարի պարունակություն ունեն եւ կարող են հաղթել այս մտածողությունը։ Սա պարակտում է։ Իրական կոնսոլիդացիա ոչ միտեղ չկա։ Տեսեք, մեր քաղաքական ուժը խոսում էր կոնսոլիդացիայի մասին։
իրական կոնսոլիդացիայի մասին։ Մենք ասում ենք երկու ուժ կարող կոնսոլիդացիա անի։ Դա մեկը գործող իշխանությունն է, այս մարդու ներկայությամբ, որը ենթադրենք գիշերը քնում է, առավոտ որոշում է, որ ինքը իսկապես պետքա ծառայի ժողովրդին եւ ազգին, ու ասում է, որ ես իմ անձնական շահերը դնում եմ մի կողմ, ժողովուրդ ջան, եկեք կոնսոլիդացիա եմ անում, բոլոր քաղաքական ուժերին հրավիրում եմ, միասին մի փաստաթուղթ ենք ընդունում, որով գնում ենք ընտրությունների։ Այս մեկ եւ երկրորդ տարբերակը, որը անում է ամենայն հայոց կաթողիկոսը, ասում է, որ բոլորը եկեք հավաքվեք, ընդունենք էլի միասնական երկու ուժ կարան անել։ Դե դուք բաց նամակ ուղղեցիք, մենք ուղղեցինք, ոչ մի արձագանք չկա, ոչ մի արձագանք չկա եւ այդպես, այսինքն ունենք այն ինչ ունենք։ Ունենք այն ինչ ունենք եւ կունենանք այն, ինչ որ հիմա ունենք։ Հետևաբար մասնակցել իզուր ձայներ փոշիացնել, ժողովրդի էմոցիաների հետ խաղալ, հետո ինչ-որ քաղաքացիական բախումների տանել ժողովրդին, հեչ իմաստ չունի, որովհետև պետքա իրավիճակը փոխել կոնկրետ սահմանադրությամբ, կոնկրետ օրենք պետք է ընդունես, որ գնաս արդար ընտրությունների։ Այս սահմանադրությունը չի տալիս արդար ընտրություններ։ Ուղղակի ցավոք սրտի եմ ասում, բայց այս սահմանադրությունը անսահմանափակ իշխանություն է տվել իշխանությանը։ Անսահմանափակ, ինչ ուզենք անեն այս սահմանադրությամբ։ Հասկանում եք, ամբողջ խնդիրը դրա մեջ է։ Եվ սրանից ով որ հասկանում է, իրանք խոսում են դրա մասին։ Ասում են, որ սենց է։ Իսկ ով որ չի հասկանում, մտածում է, որ ինքը մտավ պայքարեց, ինչ որ հանդիպումների գնաց, դահլիճում լցրեցին ինչ որ մարդկանց, խոսացին այդ մասին, ինչ որ բան է փոխվելու։ Ժողովուրդ, եկեք մի քիչ ուրիշ ձևի մտածեք, ախր այս մարդիկ միևնույնն է գնալու են, քվեարկելու են, բայց սահմանադրություն ունենցա, որ այդ քվեարկության արդյունքը ոչինչ չի տալու։ Հետևաբար պետք է նորից գալ նույն կետին։ Եթե ուզում ենք ինչ-որ բան փոխենք, եթե որոշել ենք, որ ուղղակի ընդդիմադիր հատվածի մասին է խոսքը, ընդդիմությունը այսօր քաղաքական ուժերը պայքարում են, ով դառնա ընդդիմություն, դա արդեն ում է պետք, որ ում է դա հետաքրքիր։ Հիմա այնտեղ ով է ընդդիմության։ Այսինքն ընդդիմության մեջ ընդդիմություն ունենք։ Ընդդիմության մեջ, այո, ընդդիմության մեջ ընդդիմություն ունենք, համախոհներ չենք, այսինքն ոչ մի միասնական բան չկա։ Մենք կոնսոլիդացիայի մասին խոսում էինք, ոչ մի համախմբող բան չկա։ Տեսեք այդ քաղաքական բևեռները, ինչ համախմբում են անում։ Ոնց են այդ համախմբումը անում։ Այսինքն ձևական իմիտացիա անել, որ ինչ որ քաղաքական ուժեր են միանում, բայց իրականում դա տես չի, որովհետև դա տես չեն անում։ Շատ հաճախ մարդկուսակցությունները։ Հա, իհարկե։ Բայց դա տես չեն անում, դա ուրիշ ձևի են անում։ Ուրիշ ձևով են անում։ Ոչ թե ասում են մենք մեր ցուցակը գրել ենք, հիմա դուք եկեք միացեք մեզ, մեր ցուցակով, մեր ցուցակին քվեարկեք, որ այս օրենքով գնանք մենք մասնակցենք արդյունքում ինչ ժողովրդին ինչ առնելու դրանից։ Լավ, մենք ուրիշ կոնսոլիդացիայի մասին խոսում։ Ինչ թիմերով են գնում։ Մենք շատ հաճախ, որովհետև կուսակցությունը մեկ անձով ենք փորձում եզրագծել, բայց չէ որ թիմը շատ կարևոր է, որովհետև թիմն է աշխատանքը կատարում։ Այո, շատ կարևոր է, բայց մենք արդյոք տեսնում ենք գրագետ թիմերով են գնում։ Իհարկե ոչ։ Ցավոք սրտի կարող է ստացվի այդ հայտնի ասացվածքը, որ կա, ասում է, ուզում էինք որ լավ լինի, ստացվեց ինչպես միշտ։ Եվ կարող է եւ հնարավոր է մենք ԿՊ-ին երանի տանք։ Այսօրվա պարլամենտին երանի տանք։ Կարող է այդպիսի իրավիճակ ստեղծվի։ Հետևաբար այս տեսակ կարևոր հարցի շուրջ սենց անտարբեր ու թքած ունենալ այդ process-ների վրա այնքան որ այսօր սրան ենք ճանաչում, վաղը նրան ենք ճանաչում, այսին խոսած, այնի խոսած, այսի ինգեր, այնի բարի կգնամ սրան տամ, գնամ նրան տամ, այդ ձևով առաջնորդվելով մենք երկիրը կկորցնենք ուղղակի։ Միշտ այդպես է։ Հիմա պետք է խելացի լինենք եւ այս գործից ովքեր հասկանում են, այդ մարդկանց հետ նստենք, որոշենք ինչ ենք անում այս վիճակից դուրս գալու, դրա համար պետք է այդ մարմինը, որտեղ պետք է հավաքվեն բոլոր այն ուժերը, որոնք մտահոգ են այս երկրով։ Այսինքն այդ սահմանադրական ժողովը պետք է հավաքվի, գրի մի հատ սահմանադրություն եւ այդ սահմանադրությունը անցկացնեն, հետո այդ սահմանադրությունով այդ սահմանադրությունով գնալ ընտրությունների, որովհետեւ մենք արդյունք ստանանք, արդյունքում լավագույնը հայտնվի, ոչ թե վատի ու վատթարագույնի ընտրություն անենք։ Դա ում է պետք։
Ցավոք սրտի մենք այս իրավիճակում ենք եւ մեր ժողովուրդը այդ մասին պիտի հասկանա, բոլոր խելացի տրամաբանող, գաղափարական, քաղաքական ուժերը պետք է որդեգրեն այս տեսակետը եւ գնան այս ճանապարհով։ Բարի պարոն Ավետիսյան, հուսամ մյուս շաբաթ պիտի քննարկենք, թե ինչ թիմերով են նաև գնում, որովհետև դա շատ կարևոր է։ Կուսակցությունը անձով չի սահմանափակվում։ Իսկ դուք հարգելի հետևորդներ, հետևեք մեզ, շատ հաճախ նշում ենք կուսակցության ղեկավարին, բայց կուսակցության ղեկավար ասելով նշում ենք մի անձի, ով մտահոգ է, իրոք կարևորում է իր հայրենիքը, ոչ թե անձնային շահը եւ կարողանում է առաջնորդնել։ Գտնենք իսկական առաջնորդներին։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։